Ավետիք Իսահակյանը հայ ժողովրդի հոգու բանաստեղծն է։ Նրա գրիչը դուրս է եկել սրտի խորքերից, իսկ խոսքն ուղղվել է ժողովրդի հիշողությանը, տառապանքին եւ երազանքին։ Նա կարողացել է սերը դարձնել պոեզիա, ցավը փիլիսոփայություն, իսկ հայրենասիրությունը անանց պատգամ։ Ծնվելով 19-րդ դարի վերջում եւ ապրելով մինչեւ 20-րդ դարի կեսերը մեծ բանաստեղծն ականատես է եղել հայ ժողովրդի պատմության ամենադժվար ու բախտորոշ պահերին։ Ազգային զարթոնք, ցեղասպանություն, վերածնունդ, սակայն այս փորձությունների միջով անցնելով երբեք չի կորցրել իր հավատը մարդու, մշակույթի եւ ազատության հանդեպ։ Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ազգային ու հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականին Ալեքսանդրապոլում։ Մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում, բնության գրկում։ Նախնական կրթությունը ստանալով հայրենի քաղաքում եւ Հառիճի վանքում, նա ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ 1893 թվականին մեկնել է Գերմանիա եւ սովորել Լայպցիգի համալսարանում։ 1895 թվականին վերադարձել է հայրենիք եւ նոր թափով ձեռնամուխ եղել գրական եւ հայրենասիրական գործունեությանը։ Սակայն ցարական կառավարությունն ընդհատել է նրա ծրագրերի շղթան։ 1896 թվականին Իսահակյանը ձերբակալվել է։ 1 տարի անցկացրել Երևանի բանտում, որից հետո 1 տարով աքսորվել Օդեսա։ 1892 թվականին Թիֆլիսի Տարազ հանդեսում տպագրվել է նրա Ծաղիկեի նորաբողբոջ առաջին բանաստեղծությունը, որից հետո հեղինակել է մոտ 4 տասնյակի հասնող գործեր։ Քաղաքական հետապնդումների ալիքին զուգահեռ 1897 թվականին հայրենի քաղաքում նա հասցրել է տպագրել իր առաջին ժողովածուն «Երգեր ու վերքեր» վերնագրով։ Ժողովածուին հաջորդել են նրա մյուս գրքերը, որոնցից յուրաքանչյուրն ավելի է ընդգծել Ավետիք Իսահակյան գրողի հայացքներն ու սկզբունքները։ 1910 թվականին հրապարակի վրա էր դրոշակ ամսագրում հայ գուսան մականունով տպագրվող Հայդուկի երգեր շարքը եւ Աբուլ Ալա Մահարի պոեմը, որն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է 1911 թվականին։ Քաղաքական հասարակական գործունեությունը սակայն ընդհատել է բանաստեղծի գրական ընթացքը։ 1908 թվականին իթևս 160 հայ ազգային գործիչների ձերբակալվել է նաև Ավետիք Իսահակյանը։ Կես տարի Մետեխի բանտում անցկացնելուց հետո 1909 թվականին ազատվել է, իսկ 1911 թվականին տարագրվել արտերկիր։ Հայրենիքի դռները փակվել են նրա առաջ բավական երկար ժամանակ։ Տարագրման այս տարիներին նա շարունակել է իր գրական գործունեությունը։ Երիտասարդ տարիներից Իսահակյանը ներգրավված է եղել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարում։ Նա սերտորեն համագործակցել է հայ հեղափոխական դաշնակցության հետ, աջակցել է Արևմտյան Հայաստանի հայության ազատագրական պայքարին։ Համիդյան ջարդերի ժամանակ նա հանդես է եկել որպես ակտիվ պաշտպան հայ ժողովրդի իրավունքների։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայկական հարցի միջազգային բարձրաձայնման գործընթացներին։ Համագործակցել է եվրոպացի բազմաթիվ առաջադեմ մտավորականների հետ եւ փորձել հայ ժողովրդի ողբերգության մասին տեղեկատվությունը հասցնել միջազգային հանրությանը։ 1936 թվականին Իսահակյանը վերադարձել է Հայաստան։ Չնայած գաղափարական տարաձայնություններին, նա համագործակցել է խորհրդային իշխանությունների հետ։ Նշանակվել է Հայաստանի գրողների միության նախագահ եւ տարիներ շարունակ եղել խորհրդահայ մշակութային դաշտի առանցքային դեմքերից մեկը։ Այդուհանդերձ Իսահակյանը երբեք չի մոռացել ազգային արմատներն ու հոգսերը եւ ազգային ոգով դաստիարակել երիտասարդ սերնդի գրողներին եւ պոետներին։ Իսահակյանը կարևոր դեր է խաղացել հայկական գիտությունների ակադեմիայի ստեղծման եւ կայացման գործում։ Եղել է այս կարևոր գիտական կառույցի հիմնադիր անդամներից մեկը։ 1943 թվականին բանաստեղծն ընտրվել է ակադեմիկոս, ինչը վկայում է նրա գիտական եւ մշակութային բարձր հեղինակության մասին։
Նա իր հեղինակությամբ կարողացել է գիտությունը եւ մշակույթը միավորել մեկ գաղափարական հարթության մեջ։ Ավետիք Իսահակյանի գրական, գիտական եւ հասարակական գործունեության մի առանցքային ուղղություն եղել է հայ ժողովրդական բանահյուսության, որպես ազգային հոգևոր ժառանգության ուսումնասիրությունը, արժևորումը եւ բարձրարվեստ մշակումը։ Նա խորապես կապված էր հայ ժողովրդի հնագույն մշակույթին եւ հավատում էր, որ բանահյուսությունը ոչ միայն պատմական հիշողության, այլև ազգային ինքնության պահպանման ամենակարևոր միջոցներից է։ Պատահական չէ, որ Իսահակյանի խոսքերով շատ երգերի մեղեդիներ ստեղծվել են հենց ժողովրդի կողմից եւ մտել են նրա կյանքի ու կենցաղի մեջ։ Բացի այդ, նրա բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ երգեր, ինչպես հայ, այնպես էլ ռուս հայտնի կոմպոզիտորների կողմից, որոնց թվում են Կոմիտասը, Արմեն Տիգրանյանը, Արամ Խաչատրյանը, Ռոմանոս Մելիքյանը, Աշոտ Սաթյանը, Էդվարդ Միրզոյանը, Տիգրան Մանսուրյանը, Սերգեյ Ռախմանինովը, Գյորգի Սվիրիդովը եւ այլոք։ Նրանց ստեղծագործություններում բանաստեղծի խոսքի նրբությունն ու հուզական խորությունը հրաշալի կերպով համադրվել են մեղեդու եւ երաժշտական միջոցների հարուստ հնարավորությունների հետ։ Իր գործունեության եւ գրական վաստակի համար մեծ բանաստեղծն արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ կոչումների։ Նա մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին եւ հուղարկավորվել է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ Այսօր նրա անունով անվանակոչվել են փողոցներ։ Երևանում եւ Գյումրիում գործում են նրա երկու տուն-թանգարանները։ Երևանի կենտրոնում եւ Գյումրիի թատրոնի շենքի առջև տեղադրվել են բանաստեղծի արձանները։ 2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածում բացվել է ազգային արժանապատվության ասպետներ հուշարձանը, ուր փորագրվել է նաև Ավետիք Իսահակյանի անունը։ 2025 թվականի մարտի 25-ին Լայպցիգի նրա ապրած շենքի պատին տեղադրվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը։ Նրա անունն է կրում Երևանի կենտրոնական գրադարանը։ Բանաստեղծի մասին կարելի է խոսել անվերջ, քանզի Ավետիք Իսահակյանն իր ամբողջ էությամբ, որպես անհատ, ստեղծագործող, հասարակական գործիչ եւ մտածող, դարձել է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի տառապանքի եւ երազանքի կենթանի խորհրդանիշը։ Նրա գրիչը ոչ միայն գրել է պատմություն, այլև կռել ու կոփել է հայ ազգի ոգին, իսկ նրա պոեզիան հագեցած սիրով, պայքարով եւ հավատով այսօր էլ ապրեցնում է մեր մշակույթն ու ինքնությունը։ Իսահակյանը եղել է եւ կմնա հայ հոգու բանաստեղծը։